Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում կրկին ծովից ծով ոդքասթն է։ Մենք Աղասի Ենոքյանի հետ Anti-Fake-ի YouTube-յան ալիքով յուրաքանչյուր կիրակի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին քննարկում ենք շաբաթվա ըստ մեզ կարևորագույն իրադարձությունները։ Ողջույն Աղաս։ Բարև ձեզ, բարև ձեզ հարգելի դիտողներ։ Այս շաբաթվա իրադարձությունները, ինչպես վերջին մի քանի շաբաթների, բավականին շատ էին, բավականին ինտենսիվ էին։ Չէ, բայց հագեցած նախորդների հետ մի քիչ ավելի քչություն կար, դա էլ ասենք։ Քիչ ավելի Այն մեկը գժական շաբաթ էր, նախորդերին ինչ էր։ Հա, այս մեկը դա Ես ճիշտ ասած ուզում եմ մի առաջին հայացքից երևի թե ոչ կարևոր իրադարձության մասին խոսենք, հա, ուրեմն խոսքը վերաբերում է համալսարանի դասախոս Սահակ Մանուկյանին, ուրեմն գործից հանելուն, աշխատանքից հանելուն, եւ ես այստեղ չեմ ուզում անդրադառնամ, ասենք թե ռեկտորին կամ նրան աշխատանքից հանելու հետ կապված այլ մարդկանց, բայց ուզում եմ խոսել այդ մեթոդի մասին, որը որ կիրառվեց։ Տես ինչ եղավ։ Ուրեմն գաղտնի անօրինական ձայնագրություն եւ դանոս։ Այսինքն այ հիմա դու քո գնահատականը տու։ Հա, եւ իհարկե ԿՊ-ի կողմից, հա։ Հիմա դու քո գնահատականը տու, ինչ է եղել, արդեն դանոսչիկությունը եւ անօրինական ձայնագրությունը մտել է ԿՊ-ի գենոտիպի մեջ, հա, որ ԿՊ-ի ժառանգը պետքա կիրառի այդ նույն գործիքը։ Թե դա դառել է արդեն հասարակության համար կենսաձև։ Երկու մասի բաժանենք, այս հարցը շատ կարևոր է, ես ինքս էլ անդրադարձել եմ այդ հարցին հատուկ։ Ինքս դեռևս լինելով համալսարանական, համալսարանում դասավանդելով արդեն 23 տարի, 23-րդ տարին ա որ դասավանդում եմ, մինչ այդ այդտեղ եմ սովորել, իմ համար համալսարանը հարազատ տեղ է, հարազատ միջավայր է եւ բնական է ես այնտեղ եղած խնդիրները շատ այսպես անձնական եմ նաև դիտում, շատ ավելի շատ են խնդիրները, բայց դրանց մասին հիմա տենց շատ չեմ ուզում խոսեմ, որտեվ այնուհանդերձ մեր երկրի մյուս խնդիրները իրենց կարևորությամբ կարգով շատ ավելի բարձր են, բայց այս հարցը շատ կարևոր է սրան անդրադառնանք, որովհետև ինչ որ առումով նաև արտահայտիչ էր այն տեսանկյունից, որ շատ հստակ է ամեն ինչ։ Մարդուն աշխատանքից հեռացրել են առաջին դանոսի ճանապարհով եւ երկրորդ բովանդակային կողմը նայենք մարդը իր ուսումնական ծրագրի շրջանակներում ներկայացրել էր, փորձում էր ներկայացնել վիրավորանք եւ զրպարտություն բառերի երևույթների, ոչ թե բառերի, հասկացությունների տարբերությունը եւ օրինակ ա բերել օրինական ուժի մեջ մտած, սա շատ կարեւոր հանգամանք ա ուզում եմ շեշտել, օրինական ուժի մեջ մտած վճռից, որտեղ որ դատարանը քննարկում էր մի շատ կոնկրետ անպարկեշտ արտահայտող բառի վիրավորական կամ զրպարտչական լինելը, որոշակի դատողություններ էր անում եւ եկել էր հետեւության, որ այդ բառը ոչ թե էս ինչն է, այլ ինչն է։ Սրա մասին էր խոսքը։ Տես ինչ։ Ահա, ես մանրամասներին տեղյակ չեմ, էլի ես այդ երկու երևույթի մասին եմ ուզում այստեղ խոսամ, որ մեկը դանոս, մյուսը գաղտնի ձայնագրություն։ Այսինքն սա դառել է Նիկոլը սա սարքել է մոդա, սա սարքել է մարդկանց կենսակերպ, այսինքն Չէ, բայց դա պաշտոնական են անում։ Պաշտոնական են անում։ Այս գաղափարախոսությունը ունի դրոշակակիր։ Դա բոլոր հարցերի փորձագետ Դանիել Հովհաննիսյանն է, որը նաև հրապարակավ ասում է, այո, ես այդպես եմ անում, այդպես եմ արել ու այդպես եմ անելու, դա ճիշտ է, դա լավ է, դրանով մենք կարողանում ենք, այսպես ասած, վատ երևույթների դեմ պայքարել։ Էսա իրանց գաղափարական կողմը։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք ինչ որ առումով քննարկենք, տեսնենք դա ճիշտ մոտեցում է, թե սխալ մոտեցում է, որտեղ մարդիկ կան կարող ասեն, դե հա, բայց ինչ կա դրա մեջ որ։ Բա մարդիկ վատ երևույթների դեմ են պայքարում։ Օրինակ քո կարծիքով այստեղ խնդրեմը բուն ո՞րն է։ Այստեղ խնդրեմը այն է, որ այդ ամեն ինչը արվում է տակից, այդ ամեն ինչը արվում է անմաքուր։ Գիտես, ասենք, ես այստեղ Ամերիկայում որ դասավանդում եմ, եւ եղել է, որ իմ ուսանողները, ասենք, ինձ ասել են, այս ինչ բանը դու սխալ ես անում։ Հա։ Եվ ասել են այս մասին, ես պետքա դիմեմ ուրեմն իմ տնօրենին եւ պետքա դիմեմ իմ ծնողին։ Գիտես շատ հետաքրքիր բանի վերաբերյալ էր խոսքը։ Իսկ տեսել էին ուրեմն դպրոցից
ոչ հեռու ծխելուց։ Ախարա։ Ասում են, հա, ասում են դա շատ վատ, ինչ ասեմ, հասարակայնորեն անընդունելի բան է։ Ես էլ ասացի, բալիկ ջան, գնա խոսա, ես ուրեմն դպրոցից անհրաժեշտ հեռավորության վրա եմ, ես չգիտեմ, ասացրեց, ասացի, մեծ մարդ եմ 40 տարի ծխում եմ, եւ քո պատճառով չեմ բարի այդ իմ սով։ Բայց գիտես ինչ է, այդ մարդիկ Դանիել Հոչեր։ չէ, տակի շիանում, դանոց շիանում, գալիս է ինձ ասում է, դու սենց խնդիր ունես իմ հետ։ Հա, հասկացա, տարբերությունն ես դնում։ Հա, Դանոսի եւ ճակատին ասելու, որ եղբայր, սա նորմալ չի, հա։ Ո՞ւմ խնդիր ունենք մենք, արի քննարկենք։ Հա, այդ շատ կարևոր բան ես ասում, այդ տարբերությունը շատ հստակ է այստեղ։ Այսինքն, նայ, երկու մասի բաժանենք հարցը։ Առաջինը գաղտնի տակից, այսպես ասած, Դանոսի տարբերակը, եւ երկրորդը բովանդակային խնդիրը։ Այսինքն, Սահակի պարագայում երկուսն էլ կարևոր են։ Հիմա ես ոնց հասկացա բովանդակային կողմի առանձնապես իմաստել չկա քննարկենք, որտեղ մի քիչ մասնագիտական կողմեր ունի, ամեն դեպքում իմ համոզմունքն եմ ուզում հայտնեմ, որ այստեղ որևէ խնդիր չկա, որովհետև կրթական այսօրվա ստանդարտերին է պահանջում, որ մարդու համար ավելի շոշափելի, ավելի վիզուալ, ավելի տեսանելի, ավելի հասկանալի դարձնես երևույթները։ Եթե դու հասկացությունները տաս, վիրավորանքը, անպարկեշտ ձևով, անձին էս ինչ են ինչ զրպարտությունը, իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող, դա չի նստվում, նստված չի տալի, բայց եթե դու կոնկրետ բառ ես օգտագործում, ասում ես, այս ինչ արտահայտությունը օգտագործվել է այս ինչի կողմից, դատարանը քննել է եւ այս պատճառով պարզել է, որ ստեղ ոչ թե վիրավորանք, այլ զրպարտություն է, այլ ոչ թե այս ինչը, այլ ինչ է։ Մարդիկ էլ քննարկում են եւ այլն։ Սա շատ ավելի արդյունավետ է, համաձայն ես թե չէ, մարդ, որը մի քիչ կրթության հետ կապ ունի։ Իհարկե, ես Այսինքն սա բովանդակային կողմն է, բովանդակային կողմին եմ ես մեծ հաշվով անդրադարձել իմ հրապարակային արձագանքում եւ նաեւ արձանագրեմ, որ ցավում եմ, որ շատ համասարանականներ կարծում են վախենում են այս հարցին անդրադառնալուց, սա ակադեմիական ազատության հարց է իմ կարծիքով առաջին հերթին, բայց դու հարցը բարձրացնում ես նաև այսպես Դանոսի գաղափարի տեսանկյունից եւ ես իսկապես ուզում եմ այս Դանոսի գաղափարը քննարկենք։ Իմ կարծիքով Դանոսի գաղափարը, որը որ հիմա պաշտոնապես է քարոզվում, մի քանի խնդիրներ ունի։ Խնդրեմ առաջին, որ դեպքում ինքը կարող է ինչ որ առումով բարոյական տեսանկյունից շատ սխալ չլիներ, լավ ասենց ասեմ, այս մեղմ ձևակերպումը օգտագործեմ։ Երբ որ ուղիղ դրա մասին խոսելը անձի համար հղի է անցանկալի հետևանքներով։ Տես, այստեղ շատ կարևոր հարց է։ Այսինքն, եթե այդ պահին այդ ուսանողը ով ուզում է լինի, ում բարեկամը ուզում է լինի, էական չի։ Եթե ինքը օրինակ այդ պահին բացահայտ խոսեր դրա մասին, ասեր հարգելի դասախոս։ Իդեպ իմ դեպքում էլ ա եղել։ Իմ ուսանողներն են երբեմն իմ որոշ մտքեր, որոշ ձևակերպումներ, որոշ բաներ քննարկման առարկա դարձել եւ դա էլ է նորմալի դեպք։ Համաձայն չես։ Հա, իհարկե։ Հա, եթե ասեր հարգելի դասախոս, ես այն կարծիքին եմ, որ այս ինչը ճիշտ չի կամ այս ինչը սխալ է կամ այս ինչը սենց է, այն ինչը նենց է։ Այդ պարագայում որևէ անցանկալի հետևանք այդ մարդու համար ուղղակի չէր կարող առաջանալ։ Հատկապես իր կարգավիճակը հաշվի առնելով, որ ինքը իշխանական падգամավորի, ինչպես մամուլն է գրել, ես դրա վրա շատ ուշադրություն չեմ դարձել, բայց մամուլում ոնց որ դա համատարած ինֆորմացիա է, իշխանական падգամավորի հետ ուղիղ առնչություն ունեցող զավակներով, մի խոսքով։ Այսինքն ունենալ մտավախություն, որ իր կողմից ուղիղ բարձրաձայնումը խնդիր է առաջացնելու, դա իմ կարծիքով չէր կարող։ Չէ, գիտես ինչ է, ախր մարդիկ տեսել են, որ ձևը դա չի, որ ձևը քննարկումը չի։ Հա, դասախոսին ասում ես, այս բանը հետ համաձայն չեմ, բայց խնդիրը ոչ թե, ասենք, պարզելն է, թե ինչ է նշանակում ուրեմն զրպարտություն կամ վիրավորանք, այլ խնդիրը ինչ որ բառ օգտագործելու համար դասախոսի պատժելն է։ Եվ պատժել են օգտվելով իր կարգավիճակից, հա, իր կարգավիճակն էլ ինչա, ԿՊ-ական падգամավորի ուրեմն զավակ։ Չէ, բայց այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, որ մենք փորձենք ցույց տալ, որ այդ Դանոսի գաղափարը գաղափարական խնդրեմ ունի, որտեվ սա գաղափարական հարց է։ Մարդիկ կան ասում են, սա շատ լավ գործիք է, նորից ասեմ, այդ բանը։ Չէ, կարծում լավ, դա դանելն ասում է, լավ ասում։ Չէ, բայց իրանց բաներով տարածում են դա։ Բայց բովանդակային անդրադառնանք։ Նայ, օրինակ ինքը այդ նույն Դանոսի գաղափարը կամ հանցագործության մասին հաղորդման, այսա շատ հետաքրքիր էր մեր Վարազդատի հետ ինչ որ հաղորդում էր բանավեճեր, ասում է, հա, ես համ ընդդիմադիրների կողմից, համ իշխանականների կողմից ինչ լինում, չի լինում, ես հանցագործության մասին հաղորդում եմ տալի, դա համարում եմ ճիշտ։ Վարազդատը ասում է, եղբայր, բայց բոլոր քո հաղորդումները ընդդիմադիրների կամ իշխանությունների դեմ գնացող մարդկանց կամ մի խոսքով իշխանությունների ոչ սրտի
մարդկանց, ոչ հաճելի մարդկանց մասով, միանգամից հետևանք է ստանում, միանգամից այդ մարդիկ անհամաչափ պատասխանատվության են կանչվում, չգիտեմ, խափանման միջոցներ եւ այլն եւ այլն։ Բայց այն մյուսը, այսինքն իշխանականների հետ կապված քո ենթադրյալ, ինչպես դու ես պնդում, հանցագործության մասին հաղորդումները զերո էֆեկտ են ունենում։ Բա սրա ճիշտը ո՞րն է, սրա արդարը ո՞րն է։ Դե ասում է, դա իմ գործը չի, մոտավորապես։ Ասում է, ես ինչ, ես հանցագործության մասին հաղորդում տալիս եմ ու խնդրեմը ոչ թե այնա, որ առաջինով հետևանքը առաջացնում, այլ խնդրեմն այնա, որ երկրորդով հետևանք չի առաջացնում։ Ես շարունակելու եմ տալ։ Բայց ստեղ է խնդիրը։ Եթե դու տեսնում ես, որ ակնհայտ անարդարություն է արկա, ակնհայտ խտրականություն է արկա, ուրեմն առաջինով հանցագործության մասին հաղորդում տալը, դա նշանակում է մասնակից լինել, առնչակից լինել այդ խայտարակությանն, այդ խտրականությանը, այդ հանցագործությանը։ Ես տենց եմ տեսնում։ Այս այդ մեծ երևույթի փոքր մասն է։ Համաձայն ես թե չէ։ Լրիվ համաձայն եմ քեզ, լրիվ համաձայն։ Լսի, արի մի հատ անդրադառնանք բանտարկյալների խնդրին, որտեղ հա, մի հատ հաշվենք, տեսնենք ինչ եղավ այս շաբաթվա ընթացքում, չէ։ Ես ուզում եմ շնորհավորեմ, այս շաբաթ ոնց որ թե շատ բանտարկյալներ չեղան, հա, նոր։ Հատկապես անսպասելի բանտարկյալներ չեղան։ Նայում, հա, որպես թե 3 բանտարկյալ ընդհանրապես ավելացավ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ Որոնցից մեկը շատ սպասելի, այսինքն արդեն պարզ էր, նախապես հայտարարված։ Դավիթ Համբարձումյանն ուրեմն ձերբակալել է։ Տեսեք, եւ սրա հետ կապված, ասում եմ, մի ուրիշ թեմայի մասին էլ խոսել, հա, զուգահեռ։ Ուրեմն խոսքը գնում է նրա մասին, որ իշխանությունները արդեն մեծ ինտենսիվությամբ քննարկում են արտահերթ ընտրությունների գաղափարը։ Ասում են, չէ, արտահերթ ընտրություններ չի լինի, եթե արտակարգ բաներ չպատահեն, իսկ արտակարգ իսկ ով է գնահատական տալիս արտակարգին այդ բաները թե չէ, իհարկե իրանք, հա։ Ինչով տարբեր մարդիկ են ասում արտահերթ չի լինի, արտահերթ չի լինի։ Հիմա կարևորը ստե որն է, կարևորն այն է, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրություններին, որովհետև իրենք միշտ արտահերթ ընտրություններով են հաղթել, եւ որովհետև իրենք իշխանություն են, հա։ Իսկ մյուս քաղաքական ուժերը պատրաստ չեն։ Եվ ուրեմն Դավիթին ձերբակալելը ես նաև դրա հետ եմ կապում, հա, որ փաստորեն այդ impeachment-ով որ փորձում են ընդդիմությունը գնալ արտահերթ ընտրությունների, դրա դեմը առնել։ Փաստորեն իրապես վախենում է Նիկոլը։ Նայ, impeachment-ի գործընթացից ակնհայտ է, որ նրանք այդպես որոշակի մտահոգություններ, մտավախություններ ունեն եւ չեն էլ կարող չունենալ, ինչի, որովհետեւ այս գործիքը ինչքան էլ այս պահին մենք տեսնում ենք, որ շատ ակտիվ վիճակում չի, այդ իրանց ասած արտակարգ իրավիճակներում կարող ենք միանգամից արդիականանալ, միանգամից, րոպեական։ Այո։ Սա է խնդիրը։ Եվ ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանին, մենք երկու բան նշեմ, ես երկու շատ կարճ բան նշեմ, առաջինը շատ կարևոր բարոյական խնդիր է այստեղ, շատ կարևոր, որովհետև ի տարբերություն շատ այլ դեպքերի, երբ որ մարդիկ դրսից մտածում են գան, թե չգան, գալու դեպքում սովորաբար լինում է իրավիճակ, որ գալու դեպքում հələ տանելու են դատարան, հələ դատարանը պետքա քննի, հələ պետքա պարզի, մարդիկ հաճախ հույս են ունենում, ասում են, դե որ գանք դատարանը հավանաբար հաշվի կառնի, որ մենք մեր ոտով ենք եկել, մեզ էլ չի կալանավորի, չէ՞։ Սենց տրամաբանական է այդպես մտածելը, տենց է թե չէ։ Անկախ դրանից որ քաղաքական եւ Դավիթի դեպքում իրավիճակը լրիվ ուրիշ էր։ Դավիթի դեպքում մենք գործ ունենք ոչ թե խափանման միջոցի հետ միջդատական վարույթում նախաքննության ժամանակ, ոչ, այլ արդեն դատավարության վերջում, ինչը նշանակում է, որ հիմա ինքը բռնվեց, նորից իրան դատարանի մոտ չեն տանելու։ Այսինքն դատարանը արդեն որոշում էր կայացրել։ Սա է տարբերությունը։ Այսինքն ինքը չէր կարող ունենալ որոշում կայացրել, ինչի վերաբերյալ։ Ժամկետի վերաբերյալ դատավարության։ Հա, ինքը հերիք չի դատավճիռ էր կայացրել 6 տարի 3 ամիս։ Այս այլ հարց է, հիմա սրանք կարճ։ Երբ էր կայացրել։ Երբ էր կայացրել այդ դատավճիռը, ամսի 4-7 օրը։ Այսինքն բա 4-7 օրը, այսինքն 4-7 օրը կայացրել էր, նույն օրը Դավիթը հայտարարեց, որ ժողովուրդ ջան, ես լրիվ օրինական դատարանի թույլտվությամբ, դատարանի համաձայնությամբ, այս 7 տարի այս վարույթի մեջ եմ եղել, մեկնել եմ Մոսկվա աշխատանքային այցով, հետո բացատրեց դա ինչ է, ներդրումների հետ կապված հանդիպումներ այնտեղ ունենալու համար մեկնել եմ Մոսկվա, ժողովուրդ ջան, ոչ կոպիտ ասած չեմ փախել, չեմ փախնելու,
վերադառնում եմ Հայաստան 3 շաբթի օրը, այսին ժամին եւ կոպիտ ասած տրամաբանությունը նաեւ էր, որ բան չանեն էլի։ Ինչա հետախուզում, բան, տենց ներողություն լակոտ լուկուտ բաներ չանեն։ Եվ ոնց որ թե չարեցին էլ։ Այսինքն մարդը հայտարարեց, որ գալու է եւ եկավ այրոպորտում էլ սամոլյոտի իջնելն ու բռնվելը մեկ է, այստեղ այդ բարոյական կտորը բարանելու համար հասկանանք, որ այնպես չի որ իրան բռնեցին, որ տանեն դատարան, արդեն դատարանը որոշել էր։ То есть իրան բռնեցին, տարան ոստիկանությունից ուղիղ տարան Դուբարաշեն։ Եվ այս մարդը առնվազն մի քանի ամիս, եթե իհարկե Հայաստանում ոչինչ չփոխվի քաղաքական առումով, առնվազն մի քանի ամիս։ Իսկ իրականում 6 ու 3 տարի ըստ դատարանի դատավճռի դեր օրինական ուժի մեջ չմտած, ունի հերանեկար անցկացնելու բանտում։ Սա հեշտ բան չի եւ յուրաքանչյուրս որ մտածի ինքը Դավիթի փոխարեն ինչպես կվարվեր, ես ին վրա ասեմ, ես վստահ չեմ ես ինչպես կվարվեր, շատ անկեղծ եմ ասում։ Ես վստահ չեմ ես ինչպես կվարվեր, ես կվերադառնայի թե կասեի ձեր հերն էլ անիծած։ Լսի, արի վերադառնանք բանի իմպիչմենտի խնդրին, հա, որտեղ տես արդեն Նիկոլա այնտեղ բան նախընտրական ինչ-որ բան սկսել չէ, շտաբի պետ է նշանակել, քարոզչության պատասխանատու, ցուցակ են արդեն պատրաստում։ Բնական է, որ այդ ցուցակի մեջ չեն մտնի այն բոլորը, ովքեր որ այսօր ազգային ժողովում են, ինչ-որ նոր մարդիկ կմտցնի, ինչ-որ մարդկանց կհանի տեղը չէ։ Հիմա պատկերացրու նույնիսկ եթե մտցնի հետ տեղեր կմտցնի, որը որ շանսերը նվազեցնում է պատգամավորի հետ էլ ասենք էլի։ Հա։ Հիմա իմպիչմենտի համար հիմա իդեալական վիճակը իհարկե, որտեղ մարդիկ կան, որ դժգոհ են։ Այո, ԿՊ-ից անասնագողությունը կարելի է սկսել։ Հա, հասկանում ես, եւ արդեն մարդիկ ԿՊ-ից կարող են գալ ստորագրել, որովհետեւ իրենք կուզենան, որ իրենք ներկայացված լինեն եւ ինչ-որ ընդդիմությունը կարողանան ինչ հնարավորություններ առաջարկի, չգիտեմ, քաղաքականության մեջ մնալու կամ ես ինչ։ Ուզում ասեմ, եւ այս ամեն ինչին որպես կանխարգելիչ գործիք պետք է լինի Նիկոլի կողմից, ուրեմն արտահերտ ընտրությունների անցկացումը։ Նայ, արտահերտ ընտրությունների անցկացման խնդրեմը այն է, որ ինքը պետք է 2 անգամ հրաժարական տա։ Կանի։ Չեմ ասում չի անի, շատ հնարավոր է որ անի, բայց մտավախություն շուտով կարա ունենա։ Բայց այդ ընթացքում ինքը ֆորմալ երկրի ղեկավար չի։ Միայն ֆորմալ։ Դե հիմա։ Իրականում հա, բոլորը լավ պատկերացնում։ Ամեն դեպքում դա տեխնացուներ առաջադրելու գործընթաց կա, ինչ իմանա այդ տեխնացուներ առաջադրելու գործընթացում մեկ էլ մի հատ ինչ որ ռիսկ կա, իհարկե ռիսկ կա։ Այստեղ մի խնդիր կա, քանի որ մենք խնդիր ունենք իրանց նաև հասկանալու, որովհետև այդ մտածողությունը, որը այդ մարդիկ ունեն, իմ համար մեղմ ասած խորթ է։ Բայց դա մտածողության տեսակ է, օրինակ այդ մարդիկ նյութականի վրա շատ ֆիքսված են, ճիշտ է։ Հա, դե բարձունակ մտածողություն է, էլի, բայց հասկանալի է։ Այդ գործոնը շատ կարևոր է ինչ տեսանկյունից, որ եթե դու ազգային ժողովի падգամավոր ես եւ խորհրդարանը մինչեւ վերջ իր մանդատը կրել է, դու ստանում ես մեծ թոշակի իրավունք։ Իսկ եթե ընթացքում լուծարվել է եւ արտահերթի է գնացել, այդ մեծ թոշակը դու չես ստանում։ Այս գործոնը եկեք չմոռանանք։ Այս մարդիկ դրա հետևից ընկած են, իրանք կարող է պրոբլեմ ունենանու արտահայտվեն արտահերթի դեմ, հենց նաև այս շատ նեղ անձնական պատճառներով, այդ էլ չմոռանանք, այդ էլ չբանչանենք։ Բացի այդ, հիմա եթե արտահերթ անում, երբ է արտահերթը լինելու։ Ձմռանը, չէ։ 40 օրից։ Չէ, 40 օրից այսօրի 40 օրից չէ, հələ պետքա բան լինի, 2 անգամ հրաժարական եւ այլն, այսինքն առնվազն 60 քանի օրից։ Հա, 2 ամսից։ Հա։ 2 ամիս մի քիչ էլ ավել։ Ճիշտ է։ Հա, ձմռանը հետո։ Ձմռանը արդյոք կգնան այդ քայլի, որտեղ ձմռանը սովորաբար մարդիկ ավելի պրոցեսային են լինում։ Քիչ մարդ կմասնակցի ընտրություններին, ավելի հեշտ կլինի կեղծիքներ անել։ Սովորաբար մարդիկ ձմռանը ավելի պրոցեսային են լինում, ավելի այսպես, չգիտեմ, իմ կարծիքով։ Չէ, ասեմ քեզ ավելի պրոտեստային են մարդիկ գարնանը, որովհետև ձմռան համար ինչ որ նախապատրաստություններ ունենում են, իսկ գարնանը դեռ եղանակը լավ չի բացվել, դեռ մանավանդ գյուղերում, հա, դեռ չգիտեմ, նոր ինչ որ բան չկա։ Ամեն դեպքում ռիսկը կա, բայց ես նորից վերահաստատեմ իմ մոտեցումը, որ ես այն կարծիքին եմ, որ դրան չեն գնալու, հիշեցնեմ էլ քո մոտեցումը, որ դու այն կարծիքին ես, որ դրան գնալու են։
Ես գիտես ուզում եմ ուղղակի այս առիթը օգտագործեմ այդ ալարմը, այդ նախազգուշացումը նորից հնչեցնելու, որ քաղաքական ուժերը պետք է իսկապես նայեն, տեսնեն ինչ որ կերպ պլան B մշակեն, Ավելի ինտենսիվ պատրաստվեն, հա, այդ առումով։ այո, որովհետև տեսնես այն հին պատմության նման է, հա, որ ասում եմ միջև ընդդիմություն անում է 1, 2, 3, 4, Նիկոլը 1, 2, 1, 2, 1, 2 իր հեծանիվով բան։ Դե հա։ Եվ ինչ չգիտեմ, երևի արդեն տրադիցիա է դառնում, հա, խոսենք ուրեմն եկեղեցու դեմ ճնշումների մասին, ես կուզեի մի փոքր ներկայացնել էլ ինչ է կատարվում։ Դե շատ կարճ կասեմ, որովհետև այդտեղ շատ բան չկար, Կիրակի օրը այդ իրաց միջոցառումը մեր եթերը ճիշտ է դրանից հետո եղավ, բայց մենք նկարահանել ենք շաբաթ օրը ու չգիտենք ինչ ա լինելու Կիրակի օրը, մեղմ ասած խայտարակություններ, այն մարդիկ, ովքեր որ այնտեղ երևացին, նաև հրապարակավ խոսեցին, ակնհայտ հոգևոր պատճառներով չէին այդտեղ, իրենց կուրքին այսպես երկրպագելու համար էին եկել, եկեղեցում հենց որ ներս մտավ Նիկոլ Փաշինյանը ծափահարություններ, դες բան մեր եկեղեցում ընդունված չի, հայկական եկեղեցիներում դա ընդունված չի։ Այդ անձնավորությունը Ստյոպան, որը որ հակել էր ապօրինաբար քահանայական հագուստ եւ ինչ որ գինին խառնում էր ջրին եւ ինչ որ բաներ էր անում, այդ մարդը խոսեց, իրեն թույլ տվեց խորանից խոսել, ուղիղ դիմեց Նիկոլ Փաշինյանին, այնպիսի տպավորություններ, որ ոչ թե Աստծո հետ է խոսում եւ Աստծո համար է խոսում, այլ Նիկոլ Փաշինյանի հետ է խոսում եւ Նիկոլ Փաշինյանի համար է խոսում։ Եվ շատ տրամաբանական էր Հովանավանկում այս պահին կռապաշտության ինչ որ նոր աղանդի կամ չգիտեմ, դեռ պարզ չի դե ինչ անվանենք դրան, այդպիսի իրավիճակ է եւ միաժամանակ այդտեղ զուգահեռ process կար իդեպ։ Ես էլ էի գնացել եկեղեցիներից մեկի, իմ շատ ընկերներ էին գնացել։ Միաժամանակ փաստ էր, որ մեր հայ առաքելական եկեղեցու եկեղեցիներում, որտեղ որ սովորաբար ինչպես միշտ Կիրակի օրը պատարակ էր, մարդիկ ավելի շատ էին գնացել, այսինքն իրենց լրել այն process-ն էին հայտնում այս խայտարակության դեմ։ Իսկ Հովանավանկում այդ ինչքան էլ ռեսուրս էին կիրառել, մեծ թիվ չէին կարողացել ստանել, դրա համար էլ երկրորդ ծերը հայտարարեցին, այս Կիրակի վստահաբար ավելի շատ մարդիկ են կարողանալու տանել, բայց դա էլ բան չի փոխում, որովհետև մարդկանց այդ անընդունելիության գաղափարը այստեղ շատ հստակ կա եւ Էջմիածնից էլ շատ հստակ եւ շատ կարեւոր էր, որ եղավ հայտարարություն, որը գնահատական տվեց Հովանավանկի արարքին որպես սրբապղծություն եւ ասաց, որ մենք այլևս ըստ մեր կանոնի չենք կարող այդտեղ որևէ խորհրդակատարություն անել, քանի որ չի վերասրբագործվել, որը նշանակում է վերստին պետքա օծել եկեղեցին նոր այդ խնդիրը ոնց որ թե դուրս եկա, որ ինքը փակել էր, բանալի իրան էր պահել եւ իդեպ Էջմիածնի սեփականությունն է Հովանավանկը, սա իրավական խնդիր էլ է, իրավունքի խնդիր է, մարդիկ զավթել են սեփականությունը։ Գործություն է տեսանկյունից, էլի։ Ինքը հանցագործություն է, ինքը հափշտակություն է, մարդկանց սեփականության դեմ ուղղված գործողություն։ Ինքը ես կասեի նույնիսկ այտենց կոնկրետ գողություն կամ կողոպուտ ինչ որ տես տերմին չկիրառեմ, ինքը դասական հանցագործություն է։ Մի փոքր ռեպլիկանեմ, ես քո բանը տեսա, քո մեկնաբանությունը, ասել, չգիտեմ, հանդիմանանք, ասեմ, որ Նիկոլին ասում է, այդ տղա հաղորդությունը չեն ծամում, հաղորդությունը տունել։ Լավ, այդ մեկը չկարացա զսպելից, որովհետև ախր ինչ ձեռն գնում է ծամում, այ գեր, լավ, հասկացաք, մեկը չկա կողքից քեզ ասի, դա տես չի էլի դրա կարգը։ Դե չկա, դե փաստորեն դուս է գալիս, որ կողքից մարդ չկա, որ հայ եկեղեցու Մեկը ձախ ձերով էր խաչակնքում, տեսար չէ, ով էր, ֆիկտիվը։ Մենք ֆիկտիվը գնացել է ֆիկտիվ կանգնել էր։ Բանը գուշակ էր եկել այնտեղ, գիտես եկեղեցու մեղմ ասած բացասական վերաբերմունքը գուշակությանը։ Մի հատ պասպորտով ստախոս էր եկել այդ արծրուն կոչեցյալը, որը հարց ու փորձ անում է, ոնց են մտնում, ինչ են անում, sense ինչ որ եկել էր, տենց իրան ցույց տալ էլի։ Եկել էր երևի ծափտարը տեղ Նիկոլին։ Այս հաղորդումը մենք նկարում ենք ուրեմն այդ Հովանավանք 2 գործողությունից առաջ, բայց դու տվեցիր ուրեմն քո գնահատականը, որ ենթադրում է, որ դա ավելի մարդաշատ կլինի, բայց ես էլ եմ կարծում, որ դա չի լինի ինչ-որ կրիտիկական, հա, ինչ-որ քանակի մարդիկ, որ ինչ-որ կարելի է ինչ-որ գործողության ուղղել, թե ինչը, ամեն դեպքում սպասենք տեսնենք ինչ կլինի։ Միաժամանակ էլ հարձակումներ խայտարակ իրավական բեսպրեդել արագածոտնի թեմի բոլոր հոգևորականների նկատմամբ Կիրակի օրով առավոտը մարդկանց կանչում են հարցաքննության, հետո հասկանալի էր պատճառային էր, որ իրենք չգնային Հովանավանք,
եւ մարդիկ տնից դուրս էին գալի, հետևում էին, բռնում էին, ուզում էին տանեն, հետո հենց հավաստիանում էին, որ հովանավակ չեն գնում, նոր էին բանանում հանգիստ թողում այդ մարդկանց, որ գնան իրենց եկեղեցիները, Սաղմոսավանք, չգիտեմ, Աշտարակ, Կապարան, իրենց եկեղեցիներում իրենց մատարակը մատուցել։ Սա է։ Եվ այստեղ նաև այդպես պլավնը, քանի որ նաև իրավաբանական կտոր կար այստեղ, իրավապաշտպանական կտոր կար, ուզում եմ գնահատանքից խոսքը ասել Արա Զորաբյանին, որ շատ կարևոր տեսանյութ էր դրել նաև հոգևորականների նկատմամբ ձայնագրություններ ավելի ճիշտ է, հալածանքների մասով ոստիկանությունը ինչպես էր էլի վերաբերվում, ինչպես էր փորձում խոչընդոտել Տեր Փարենի կողմից պատարակ մատուցելուն, լավավերջում խելքները գլուխները հավաքեցին ոստիկանները, հասկանալով, որ հովանավակ չի գնում։ Ես ուզում եմ նաև խոսել իրավաբանների նկատմամբ հետապնդումների մասին, եւ այօնակ դու տեղակ էր, որ շատ կարևոր միջազգային արձագանք եղավ այս օրերին Ալեքսանդր Կոչուբաևի մասով։ Չէ։ Հա։ Նույն ես տենց ափսոս որ դա տենց շատ լայն հնչեցավ, հա, որովհետև շատ կարևոր իրադարձություն էր սա։ Մարդիկ սովոր չեն, տեսեք, մարդիկ օրինակ գիտեն Եվրոպայի խորհուրդը ինչա, Եվրոպական դատարանը ինչա, բան չէ, բայց օրինակ մարդիկ չգիտեն, որ Միացյալ Ազգերի կազմակերպությունը ունի այսպես կոչված special rapporteur-ի գաղափարը, այսինքն հատուկ ներկայացուցիչ Միացյալ Ազգերի կազմակերպության հատուկ ներկայացուցիչ, որը զբաղվում է կոնկրետ հարցով։ Եվ այնտեղ կոնկրետ իրավապաշտպանների հարցով զբաղվող մարդ կա։ Mary Lawler անունով special rapporteur, այսինքն որը այնպես հատուկ մեխանիզմ է կոնկրետ իրավապաշտպանների հետ կապված։ Եվ շատ ժոստկի հայտարարություն արեց Կոչուբաևին ազատ արձակելուց հետո, որը որ փաստաբանները բարձրաձայնել են տիկնոջ հետ կապված լուրջ առողջական խնդիր, ձևակերպել էին որպես անդառնալի ինչ-որ հարցեր, չեմ ուզում մանրամասներ ասեմ, ամեն դեպքում առողջություն ենք մաղթում, բալիկը Փառք Աստծո ամեն ինչ լավ է, ծննդաբերել է կինը, կնոջ առողջականի հետ կապված շատ լուրջ խնդիր կար, դրանով պայմանավորված այդպես իրանք ձևակերպեցին եւ ազատ արձակեցին, այսպես ընդառաջելով փաստաբանի խնդրանքին, բայց իրականում ես հիմա մտածում եմ, որ հենց դրանից շատ կարճ ժամանակ հետո, կարելի ասել ժամեր հետո եղավ այս արձագանքը։ Եղավ նաև եվրոպական պատգամավորի արձագանք, որ ասում են այն գեր խոսքի համար մարդուն բռնելը որն է, որում 30 ոստիկան հետևից ուղարկելով։ Եվ իմ կարծիքով ստեղ կա որոշակի ճնշում միջազգային։ Եվ ես նայում եմ այդ special rapporteur-ի Mary Lawler-ի էջը, որը շատ ժոստկի արձագանք էր տվել Կոչուբաևի кейսին, եւ նաև հատուկ նշել էր, որ այս մարդը հայ առաքելական եկեղեցունի պաշտպանություն խոսել է եւ դա էլ է կարեւոր, որ դրա համար եք դուք իրան բռնել։ Նայում եմ, թե ինչ երկրների շարք մենք անցանք էլի այդտեղ։ Ուրեմն Քենիա, Սալվադոր, Պակիստան, Գվատեմալա, այս վերջի 1-2 շաբաթ այս Mary Lawler-ը զբաղված է այս երկրներով։ Նրանց է ասում, այ մարդ չի կարելի փաստաբաններին բռնել, սրանց է ասում, նրանց է ասում եւ Հայաստանին է ասում, որտեղ Նիկոլը նա կարևոր բան է, էլի, ուրեմն նախորդ ընտրություններում Նիկոլը կրում էր Նիկոլի հաղթաթուղթը, չգիտեմ, ժողովրդավարությունն էր, հիմա նա թարգել է այդ հաղթաթուղթը, հիմա խաղաղությունն է, այսինքն այս fake թուղթը, որ վերցրել է բանի ստորագրությամբ, Թրամփի ստորագրությամբ, Ալիևն չի ստորագրել, չէ՞ դեռ խաղաղության պայմանագիրը հիշում ենք մենք դա։ Հա։ Եվ դա ուզում է ուրեմն ներկայացնել, որ ինքը խաղաղություն է ստեղծել Հայաստանում, չգիտեմ, մի տարի չեն կրակել եւ Իրան արդեն չի հետաքրքրում ժողովրդավարության հարցերը։ Չեմ կարծում, իր լեգիտիմությունը բացառապես արտաքին է եւ դրսից իրան ամեն դեպքում այս ամեն ինչը թլկ տեսնել։ Արտաքին լեգիտիմությունն այմա խաղաղության վրա է վերցնում։ Ես կարծում եմ, որ ներսում Չգիտեմ, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ որոշակի մտավախություն իրանք ունեն այս հարցերով եւ նորից ասեմ, ես կարծում եմ կոնկրետ Կոչուբաևի ազատ արձակման մեջ հենց այս միջազգային արձագանքները կարեւոր դեր ունեն, որտեղ իրանք լավ գիտեն։ Այդտես այդքան ասում են նախկիններ, երբեք մենք այս ինստիտուտի տեղը չգիտենք, որտեղ նախկինների օրոք sense բաներ չէր ելնում։ Առաջի անգամ Հայաստանի վերաբերյալ նման շատ կոշտ արձագանք եղավ այս ինստիտուտից, որը իհարկե ողջունում ենք եւ հույս եմ հայտնում, որ նաև նմանաբնույթ արձագանք հույս եմ հայտնում կլինի մյուս ձերբակալված, կալանավորված ավելի ճիշտ փաստաբանի Ռուբեն Մխիթարյանի հետ կապված, որը էլի բացառապես
իր մասնագիտական գործունեությամբ էր այդ պահին զբաղվում, երբ իրան ձերբակալեցին, հետո նաև խայտարակ ձևով կալանավորեցին եւ մենք հայտնվեցինք, նորից եմ ուզում թվարկեմ, Սալվադոր, Գվատեմալա, Պակիստան, ուրեմն Քենիա, Սուդան, հա, իդեպ, ասում եմ, շնորհակալ ենք, ինչ լավ է, որ Սուդանում բաց թողեցին բանին, փաստաբանին, որ ձերբակալել էին եւ մի երկու շաբաթ անազատության մեջ է։ Տոշտի մեր վիճակի ինչ տարբերություն։ Հայաստան թե Սուդան, այս հարցի առումով լրիվ նույն բանն էր։ Շնորհավորում եմ բոլորին այս շարքում հայտնվելու համար։ Մենք երբեք այս շարքում չենք եղել իդեպ։ Համարենք ստախոր նոտա, թե ուրախ նոտա, որ բաց թողեցին այնուամենայնիվ։ Չէ, այն որ բաց թողեցին, դա իհարկե լավ է, հատկապես նորից ասեմ, ստեղ բարոյական խնդիր կար կնոջ հետ կապված, բայց այս գործոնը քննարկելու ենթակա չի, որովհետև հիմա բանել չկա ասելու, էլի, այդքան ծանր մարդը վերջի մի քանի շաբաթ է մնացել, երբ որ առաջնեկ պետք է ունենան ու սենց ինչ որ այլանդակություն էլի։ Բայց խնդիրն է նա, որ այս է այն դեպքներ, որ շատ ժոստկի միջազգային արձագանքը մենք տեսանք շատ արագ իրականում հայմատաբար արագ։ Շատ լավ է։ Շատ լավ է, միջազգային արձագանքները ողջունելի են եւ ես ուզում եմ, քանի որ գիտեմ ովքեր են զբաղվել, չգիտեմ իրանք չեմ հարցրել տալիս են համաձայնություն դրա մասին խոսելու թե չէ, անձնական շնորհակալությունս ու գնահատենք ասեմ հայտնում են մասնագետներին, որոնք զբաղվել են այս ուղղությամբ, կարողացել են ներկայացնել այն ճիշտ ձևերով, որը որ արդյունք է տվել։ Այսա լավ օրինակ է, որ շատերն ասում են, դե դրանք բանի տեղ չեն դնում, եկեք դրա վրա չզբաղվեք, չէ, այսա շատ լավ օրինակ է, աշխատանքը տվել է։ Դե գիտես, որ անընդհատ ասում են, բարևմուտքը Հայաստանի սենց Հայաստան, պետք է աշխատելու է։ Հա, այսա շատ լավ օրինակ է, այս օրինակը, հենց որ մեկը տենց բան ասի, այս օրինակը ես բերելու եմ։ Բա Մերի Լեյլերը թողեց Սուդանը, թողեց Գվատեմալան, Սալվադորը, այնտեղ այդ փաստաբանների հարցերը, եկավ զբաղվեց Հայաստանի պես բաստիոնով։ Բա տեսեք ինչ աշխատանքը ինչ արդյունքներ է տալիս։ Պետք է աշխատել։ Այո։ Եղավ։ Սրանով երևի թե այսօրվա մեր ծովից ծովը ավարտենք, եթե ինչ որ լրացուցիչ բաներ չունես ասելու։ Չէ, դե այսինքն ասելու շատ բան կա, այդ նույն այդ Վենեսուելայի մասին է խոսում։ Դե երկու խոսքով լավ Վենեսուելայից ասա, ինչ ա սպասվում ձեր։ Լսի ոնց որ թե ներխուժում է սպասվում Վենեսուելա ու ձեռի հետ հիմա իրավիճակը անդրսելվում Վենեսուելայի հարևան Կոլումբիայի հետ կապված։ Հա։ Ու դե իհարկե այդ նարկոտրաֆիկինգի համար Վենեսուելան լսի լրիվ աղմաղ երկիր է, ես չգիտեմ։ Ուրեմն ունենալով աշխարհում խոշորագույն նավթի պաշարները, այս երկիրը փողը աշխատում նարկոտրաֆիկինգով, հասկանում ես։ Լուրջ ես ասում։ Հա, սա ցույց է տալիս, թե ինչ է նշանակում, ուրեմն երբ որ երկրում բանը ավտորիտար թե տոտալիտար, արդեն չգիտեմ ձեր սահմաններով ոնց է, իշխանությունն, այսինքն երկիրը ունենալով հսկայական պոտենցիալ, ուրեմն կրիմինալ միջոցներով փորձում իր գոյատևելը ապահովել։ Հիմա ինչ որ շատ է խոսում այդ մասին, շատ այնտեղ զորքեր կենտրոնացած, չգիտեմ, կարող է պատահի, ասենք մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ լինի ներխուժում։ Դա լավ, ինչ ասեմ։ Մաղթենք, որ այս ճգնաժամն էլ տենց առանց զոհերի կարգավորվի, որտեվ տենց մի տեսակ Վենեսուելան, ես գիտես չէ որտեղից են հիշում այդ երկիրը։ Մայրիկ կինոյի մեջ հիշում ես, այն որ մի հատ շատ բան կար, ասում, որոշել եմ գնամ Վենեսուելա, ասում, ինչ կա այնտեղ են, որ արդեն հեռանում են, չէ, Ֆրանսիա են գնում, ասում, չգիտեմ, անոնը շատ է դուրս գալի։ Այդտեղից ինչ որ ջերմության զգացողություն է մնացել այդ պետության նկատմամբ, հուսանք, որ ամեն ինչ խաղաղ կարգավորվի այս հարցում եւ մաղթենք հաջողություն, մինչ մյուս կիրակի հիշեցնենք, որ մենք Anti-Fake-ի YouTube-յան ալիքով ենք հեռարձակվում, մեզ կարող եք դիտել Հայաստանի ժամանակով յուրաքանչյուր կիրակի ժամը 20:00-ին, Ամերիկայի արևմտյան ափի ժամանակով ժամը 9:00-ին, չէ՞ աղաս ձեր ժամը առավոտյան AM, հա։ Եվ նաև կոչ ենք անում մեր ընկերներին Anti-Fake-ի մեր
ընկերներին, որոնց ձևաչափում մենք հեռարձակվում ենք, նկարագրության մեջ նշված եղանակներով ցանկության դեպքում կարող եք օժանդակել, իսկ եթե ցանկություն կամ հնարավորություն չունեք, երբեք չէր խանգարի մեր այս տեսանյութը լայքելը, մեկնաբանություն գրելը, որոնց մենք բնականաբար ուշադրություն ենք դարձնում եւ հաշվի ենք առնում։ Այսքանը մինչ մյուս կիրակի։ Ստեսություն հարգելի դիտողներ։